Տերը օրհնի։ Այսօրվա իմ պատգամը վերնագրել եմ աստիճաններով բարձրանալիս։ Հիմա մեկը կասի, ես ինչ վերնագրեր ես դնում քո քարոզներին։ Ասեմ ձեզ, այս վերնագիրը ես հանդիպեցի, երբ որ կարդացի 120-ից 134 սաղմոսները։ Եթե ձեր մոտ Աստվածաշունչ կա, երբ որ դուք բացեք, ապա կտեսնեք կարդալով վերնագիրը կհանդիպեք աստիճաններով բարձրանալիս կամ երկ աստիճաններով բարձրանալիս կամ աստիճանների երկ։ Օրինակ թարգմանություն կա, նաև գրված է ուխտավորի երկ։ Մի քանի մեկնություններ եմ լսել այս ուղղությամբ։ Ուզում եմ ձեզ ներկայացնել։ Ինչ է նշանակում կամ ինչի է կոչվում աստիճանների երկ։ Շատ տարածված մեկնություններից է, երբ ուխտավոր հավատացյալները բարձրանում էին Երուսաղեմ, միջև տաճարը աստիճաններ կային, եւ բարձրանում էին, երգում էին այս 15 սաղմոսները, աստիճանները բարձրանալիս։ Խնդրեմ առաջին նկարը գցեք, լավ։ Մզկիթի տեղը եղել է Սողոմոնի տաճարը։ Հիմա Ալաքսիայի մզկիթն է։ Պատկերացրեք այստեղից աստիճանները բարձրանում էր մինչև Սողոմոնի տաճարը։ Այս մասը ես ձեզ ուզում եմ ներկայացնել, այս այն մասն է, որտեղ Հիսուս Քրիստոսը փոխողներին, այդ կենթանի վաճառողներին, որ խարազան սարքեց ու վթարեց իրանց, այս մասն է, որտեղ այստեղ էին առևտրի տուն սարքել եւ այստեղից արդեն գնված կենթանիները բարձրացնում էին տաճար զոհաբերության։ Ես անձամբ եղել եմ այս վայրում, դրա համար տեսել եմ, դրա համար ուզում եմ ձեզ ներկայացնել, որ աստիճաններով ուխտավորները բարձրանալիս երգում էին 15 այս սաղմոսները, 120-ից 134 սաղմոսները։ Ու ամեն աստիճանների վրա այդ սաղմոսները ասելով, մենք շատերս գիտենք անգիր համարներ այդ սաղմոսներից։ Բայց ասեմ ձեզ, որ այս 15 սաղմոսը իրար հետ միասին է երգվել։ Այդ միևնույն ժամանակ, տոնակատարությունների ժամանակ է երգվել։ Եվ մարդիկ բարձրանալով աստիճանները երգել են, միջև հասել են Տիրոջ տաճարը իրանց նվիրաբերությունն ու զոհը անելու։ Սա 5 քաղաքն է Երուսաղեմի, ափսոս հիմա այնպես չի, ինչ որ Հիսուսի ժամանակով էր, որ մենք ավելի պատկերացնենք, որովհետև բաները կառուցվե։ Սա մնացել է այս մի պատը, որը կոչվում է Լացի պատ, հին Երուսաղեմի Պարիսպի պատերի հիմքերից մեկն է մնացել, այս պատը։ Իսկ մնացածը արդեն դարերի ընթացքում կառուցվել է։ Սերներ, ուզում եմ մի բան էլ ուշադրություն դարձնել, առաջ սարի վրա է կառուցված եղել, սա սար է եղել։ Այս դարերի ընթացքում այնքան ավերվածություններ ա եղել, որ այդ փլատակները լցվել է, բարձացել է եւ էլ սար չի երևում այդպես։ Բայց ինքը Սողոմոնի տաճարը կառուցված է եղել սարի վրա եւ այդ աստիճաններով իրանք բարձացել են դեպի սար։ Փառք Աստծո։ Մյուս մեկնությունը, քանի որ Դավիթը Աստծո շնորհով կազմեց առաջի երգչախումբը ղևտացիներից, ովքեր պիտի փառաբանեին Տիրոջը միասին տարբեր երաժշտական գործիքների ուղեկցությամբ, այս երգչախումբը կանգնում էր 15 աստիճանների վրա եւ երգում էին։ Հետագայում արդեն տաճարի կառուցումից հետո նրանք տոնակատարություններին կանգնում էին, ուզում եմ խնդրեմ երկրորդ նկարը, որ ավելի պատկերավոր լինի, որ մենք պատկերացնենք։ Սա Սողոմոնի տաճարն է, մակետն է Սողոմոնի տաճարի։ Ուրեմն եթե ուշադրություն դարձնեք, դուք կտեսնեք այստեղ աստիճաններ։ Ղևտացիները կանգնում էին այս 15 աստիճանի վրա ու նրանք երգում էին տոնակատարություններին այս 15 սաղմոսները։ Այս հատվածները 4 անկյուններում, եթե կտեսնեք, սա կանանց գավիթ էր կոչվում։ Տղամարդիկ գալիս էին այս մեջտեղը, իսկ կանայք գնում էին այստեղ։ Սա կանանց գավիթն էր։ Եվ նրանք երգում էին այս երգերը, որը սկսում էր 120 սաղմոսից մինչև 134 սաղմոսը։ Երգիչների գլխավորներն էին Դավիթի ժամանակով, եթե դուք սաղմոսները կարդում եք, կտեսնեք երաժիշտների գլխավոր, օրինակ Եթանի սաղմոս, կամ Եմանի սաղմոս, կամ Ասաբի սաղմոս,
այս երեքը նրանց գլխավորներն են եղել այդ երաժիշտների եւ նրանք հիասքանչ ես օրինակ շատ կուզենայի լսել Դավիթի կազմած երգչախմբի փառաբանությունը, որ իրանք կատարել են Տիրոջը, ուղղել են Տիրոջը։ Ես հավատում եմ, որ սա հրաշալի մի փառաբանություն է եղել այն ժամանակների համար, որ նրանք մատուցել են։ Մյուս մեկնությունը, որը վերաբերվում է երաժշտական ձայների աստիճանավորմանը։ Շատերը կարծում են, որ այս աստիճանների երկ ասվածը ինքը ավելի աստիճանավորման մասին է եւ երգչախումբը կազմված էր տարբեր ձայներից եւ քառաձայն կամ այլ աստիճանավորման հատուկ նվագարանների ուղեկցությամբ երգում էին միաբան Աստծուն գովաբանելու եւ այս 15 սաղմոսներն էին, որոնք մշակվել էին այսպիսի ձայնով երգելու համար։ Ես անձամբ երգել եմ քառաձայն երգչախմբի մեջ, տենոր եմ երգել։ Մի զավեշտալի պատմություն եմ ձեզ ուզում պատմել իմ պատանի կյանքից։ Չգիտեմ որքանով է ձեզ հետաքրքրի թե չէ, բայց հիշեցի երգում էի Թաթուլ Անտուլյանի, Արամ Մերանգուլյանի ժողգործիկներում Էլբակյանի խորում էի երգում, ու մի օր այնպես ստացվեց, որ պիտի գնանք օպերայում համերգ տալու։ Ու այդ օրը պապան իր ժամացույցը մոռացել էր տունը։ Այդ ժամացույցն ճապոնացիներից էր առել 100 ռուբլով, այն երգովի ժամացույցներից էր։ Բուձելնիկ էր դրած, այդ բուձելնիկը այնքան ուժեղ էր, այն լակուկ առաջան էր նվագում այդ բուձելնիկը։ Ու ես կապեցի այդ ժամացույցը, ասեցի գնամ աղջիկների մոտ թիթիզանամ։ Ես չգիտեմ, որ այդ ժամացույցը բուձելնիկը դրված է ցերեկվա ժամը 1-ին։ Ու մենք պիտի օպերայում երգենք։ Հիմա կանգնել ենք օպերայում, դե ես էլ չգիտեմ դրա անջատելը, միացնելը, այն ճապոնական ժամացույցներից 4-5 հատ կնոպկա է վրան, չգիտես որը միացնես, որը անջատես, առաջի անգամ կյանքիս մեջ կապել եմ, այտենց բոլորին ցույց եմ տալիս։ Հիմա կանգնել ենք, պիտի երգենք Զապեչկա ու պայոց վերջոք, այդ երգն ենք երգում, մեկ էլ հիմա երգեցինք, բրծանք ու արդեն նվագում է, որ երկրորդ կուպլետը պիտի մտնենք, մեկ էլ սկսավ էս լակուկարաչա, ասենց։ Հիմա չգիտեմ ոնց անջատեմ այդ ժամ, սենց հետևս եմ պահել եմ սենց, հիմա բոլորը ֆրացել են, տենում են այդ որդեից է գալիս այդ լակուկ առաջը, դեն ժամանակ այդքան զարգացած չէր գիտություն, այդ որդեից է գալիս այդ լակուկ, են էլ 2 րոպե էր տևում, լրիվ երգը նվագում էր։ Մի խոսքով դա վերջին իմ համերգը եղավ։ Կարծում եմ, որ Տերը ավելի լավ բան էր պատրաստել իմ համար։ Փառք Տիրոջը։ Ես գիտեմ ինչա նշանակում քառաձայն երգել եւ ասեմ ձեզ շատ հրաշալի է, երբ որ ամեն մեկը իր պարտիան է երգում ու երբ որ այդ ձայները կպնում են իրար, ինքը ուրիշ մի երգնային մի երգ է ստացվում սերունդներ։ Սա աստվածային շնորհք է, որը տրված է եւ տրված է մարդուն, տրված է ոչ թե որ մարդը իրան գովաբանի, այ առաջինը տրված է, որ մարդը Աստծուն գովաբանի։ Տրված է, որ այդ ձայները, այն շնորհները, որ մենք ունենք, տրված է, որ մենք մեր արարչին գովաբանենք ու երգենք ու փառաբանենք։ Բայց ոչ ոք չի կարող ասել այս 15 սաղմոսները ինչու են կոչվում աստիճանների երգ։ Սրանք ուղղակի մեկնություններ են, որ ամեն մեկը փաստարկներ ա բերում, ասում է, որ այս սրա համար կարող են կոչված լինեն աստիճանների երգ կամ աստիճաններով բարձրանալիս։ Հետաքրքիր է, որ հին ժամանակներում հրեաները չէին ասում գնանք Երուսաղեմ։ Նրանք ասում էին բարձրանանք Երուսաղեմ։ Միքիա 4:2 Շատ ազգեր պիտի գան ու ասեն. եկեք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Հակոբի Աստծոտունը, որպիսի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները եւ որ մենք գնանք նրա շավիղներով, որովհետեւ օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Սա Միքայի մարգարեության 4-րդ գլուխ 2-րդ խոսքն է, ու ասեմ ձեզ սիրելիներ, շատ ուժեղ ուղերձ կա սրա մեջ։ Ասում է, որ օրենքը պիտի Սիոնից դուրս գա եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմից։ Հետո մենք նկատում ենք Մատթեոսի 20:17-ում, երբ որ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, գրած է 12 աշակերտներին առանձնացրեց ճանապարհին եւ նրանց ասաց. ահա Երուսաղեմ ենք բարձրանում։
Չի ասում Երուսաղեմ ենք գնում, ասում մենք բարձրանում ենք Երուսաղեմ։ Եվ մարդի որդին մատնվելու է քահանապետերին ու դպիրներին, նրան մահվան են դատապարտելու եւ հեթանոսներին են մատնելու, նա ծաղրվելու է, գանահարվելու է եւ խաչն է հանվելու, սակայն երրորդ օրը հարություն է առնելու։ Այս մարգարեությունը Հիսուս Քրիստոսի կատարվեց տող առ տող, բառ առ բառ կատարվեց։ Ինչ որ Հիսուսը իր 12 աշակերտներին Երուսաղեմ բարձրանալիս ասեց։ Եկեք միասին անդրադառնանք այդ սաղմոսների, այդ 15 սաղմոսների բովանդակությանը։ Ասեմ ձեզ, որ գրել են տարբեր մարդիկ։ Դավիթը ունի սաղմոսներ, Սողոմոնի անունը կա այդ սաղմոսների մեջ, անհայտ հեղինակներ են, որոնք հավաքել եւ դարձրել են ամբողջական մի ժողովածու։ Կան սաղմոսներ, որ գրվել են Բաբելոնի գերության ժամանակ։ Հետո ետգերության սաղմոսներ կան երկրորդ տաճարի կառուցման ժամանակի սաղմոսներ, ինչպես ասացի, Դավիթի եւ Սողոմոնի ժամանակի սաղմոսներ։ Այս 15 սաղմոսները իրար հետ ներկայացնում են կարևոր ուղերձ հավատացյալների համար։ Ուզում ենք իմանալ, ինչ ուղերձ ունեն այս սաղմոսները մեզ։ Ասեմ, դուք շատ անգամներ եք կարդացել այդ սաղմոսները։ Բայց երբ որ մենք այս 15 սաղմոսը մի մտքի շուրջ ենք սկսում նայել, լրիվ ուրիշ տեսարան է բացվում մեզ համար։ Ինչի պիտի տոնակատարություններին հենց այս սաղմոսները երգեին։ Ինչ էր ուզում այդ սաղմոսներով ասվեր այդ ժողովրդին, որոնք գալիս էին ու Աստծուն երկրպագում էին։ Եթե իրար հետևից էին երգվում տոնական օրերին, ուրեմն նշանակում է այս սաղմոսները, այս երգերը կարևոր են նաև մեզ համար այսօր։ Հիմա տեսնենք ինչ ուղերձ ունեն այդ սաղմոսները մեզ համար։ Ուշադիր ուսումնասիրությունս բերեց մեկ կարևոր մտքի վրա՝ Տիրոջ տուն եւ Տիրոջ քաղաք։ Այս 15 սաղմոսների մեջ հիմնական միտքը Տիրոջ տունն է եւ Տիրոջ քաղաքն է։ Ուզում եմ ասել, սիրելիներ, Երուսաղեմը Երուսաղեմ չէր լինի, եթե այնտեղ չլիներ Տիրոջ տունը։ Տիրոջ տունը դարձրեց Երուսաղեմը սուրբ քաղաք։ Եվ այն մարդիկ, ովքեր գնում էին Երուսաղեմ, իրանք չէին գնում Երուսաղեմի այդ օլորված, մոլորված փողոցները, այլ նրանք գնում էին Երուսաղեմ, որպեսզի Տիրոջ առջև Երևան, Տիրոջ տուն էին գնում։ Երուսաղեմ գնալու նպատակը Տիրոջ առաջ կանգնելն էր, նրան երևալն էր, Տիրոջ տուն գնալն էր։ Դու գիտեք, Սողոմոնի տաճարը, որ կառուցեց Սողոմոնը, Աստված ասեց, այդ տաճարի վրա նկարազարդ պատկերներ արա։ Եվ այդ ոսկեզոծ այդ պատերի վրա 3 նկարազարդ պատկեր արեց Սողոմոնը։ Առաջի պատկերը Քերովբեի պատկեր էր, երկրորդ պատկերը Արմավենիի պատկեր էր, եւ երրորդ պատկերը բացված ծաղիկներ էին, շուշաններ էին։ Գիտեք ինչն է սրա մեկնությունը այս նկարազարդ այս բաների, որ ամեն հավատացյալ ժողովուրդ, որ գա ու տեսնի այդ պատկերները, ինքը հասկանա, որ այդ բացված շուշանները Աստծո ժողովրդի խորհրդապատկերն է, որովհետև Երգերքոցի մեջ ասում է, ինչպես Շուշանն է փշերի մեջ, այնպես իմ սիրուհին աղջկերանց մեջ։ Այսինքն տարբերվող է Աստծո ժողովուրդը, որտեղ Աստծո ժողովուրդը պատկանում է Աստծուն։ Եվ երբ որ նրանք կտեսնեին այդ բացված ծաղիկներն ու բացված շուշանները, իրանք հասկանային, իրանք գիտակցեին, որ մենք քոնն ենք, քեզ ենք պատկանում Տեր Աստված։ Երբ որ կտենային Արմավենին այդ պայմանները, իրանք հասկանային, որ մենք քո միջոցով, քո օրհնությամբ կարող ենք միայն պտղաբեր լինել։ Քո միջոցով կարող ենք մենք հաջողված լինել։ Քեզ երկրպագելով ու պաշտելով կարող ենք մենք օրհնված մարդիկ լինել։ Եվ երրորդը, երբ որ քերոբեներին կտեսնեին, նրանք հասկանային, որ մենք քո միջոցով ենք պաշտպանված։ Դու ես մեր պահապանը։ Եվ դրա համար է Սաղմոսների մեջ ասում է, մեր պահապանը չի քնում, չի նիրհում։ Մեր պահապանը հետևում է մեզ, պահում է մեզ։ Եվ այս 3 խորհրդապատկերները, որ կային, Տիրոջ ժողովուրդը ամեն անգամ երկրպագելուց նորից վերհիշում էին ով են իրանք։ Փառք Աստծուն այս
այլաբանությունների համար, բայց ես ասեմ, Երուսաղեմը սովորական քաղաք կլիներ, եթե Տիրոջ տունը այնտեղ չլիներ։ Ուրեմն Տիրոջ տունն էր քաղաքի համբավը բարձրացնում։ Տիրոջ տունն էր քաղաքին սուրբ կարգավիճակ տալիս։ Տիրոջ տունը կարևոր է, սերունդներ։ Հիմա տեսեք, 120 Սաղմոսը սկսում է այսպես։ Սա չեմ ուզում կարդալ Սաղմոսները, ուրեմն հիմնական կարևոր մտքերն եմ ուզում ձեզ հետ կիսվել։ Սա գերության մարդու երգ է, ով վայ է ասում իր վիճակին։ Ով է հեչ իրան վայ ասը։ Ձեզանից ով է հեչ իրան վայ ասը։ Ասել ենք, չէ՞ վայ։ 5-րդ խոսքն ասում է վայ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ եւ բնակվում եմ Կեդարի վրաններում։ Այսինքն այս անունները արդեն ցույց է տալիս, որ բաբելոնյան գերության ժամանակվա Սաղմոս ասա։ Եվ ցույց է տալիս մի բան, որ այս մարդը ապրում էր մի իրավիճակի մեջ, որտեղ անօրենություն էր տիրում եւ ինքը ասում էր վայ ինձ, որ ես ապրում եմ այստեղ։ Եվ կարծես այս մարդը չէր համակերպվում իր իրավիճակի հետ, իր անօրեն շրջապատի հետ, այլ խաղաղություն էր փափագում։ Թեկուզ նրան կռիվ էին ուզում, բայց ինքը խաղաղություն էր փափագում։ Փափակ դեպի հայրենիք, դեպի խաղաղություն։ Սկսում է այս Սաղմոսով, որ ես գերի եմ, ես ուզում եմ ազատ լինել, ես ուզում եմ այս բաներից ազատ լինել, որ ինձ վրա ճնշում չլինի, որ ես կարողանամ առանց վախի, առանց կապանքի երկրպագեմ ու պաշտեմ քեզ։ Հետո 121-ը շարունակում է, տեսեք, ասում է, որ եթե դու ուզում ես ազատ լինել, ուրեմն իմացի քո օգնությունը պիտի լինի Տիրոջից, այո։ 121-ում ասում է իմ օգնությունը Տիրոջից է, նա չի թողելու ինձ, որ ես գերության մեջ մնամ։ Ես իմ աչքերը ուղղում եմ դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Ուրեմն նրանք, ովքեր գերության մեջ են, սիրելիներ, ովքեր հառաչում են, վայ են ասում, հոգնել են արդեն իրանց իրավիճակներից, ապա այս Սաղմոսը մեզ ասում է, հույս կա քո համար, աչքերդ ուղղի դեպի երկինք ու ասա իմ օգնությունը քեզանից է, Տեր, դու կարող ես ինձ օգնել եւ այս իրավիճակներից հանել։ 7-րդ խոսքն ասում է 121 Սաղմոսի, Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից, նա պիտի պահպանի քո անձը։ Դու չես մեռնելու այդ գերության մեջ։ Դու չես մեռնելու քո այս իրավիճակի մեջ։ Տերը պահելու է քեզ, եթե դու կանչում ես իրան, ինքը հանելու է քեզ այդ իրավիճակի մեջից, եւ դու չես կործանվելու։ Ուշադրություն, հետաքրքիր է, սկզբում գերություն, հետո Աստծո վրա հույս, հետո արդեն 122 Սաղմոսի մեջ նկատում ենք. ես ուրախացա, երբ ինձ ասացին Տիրոջ տուն գնանք։ Որովհետև Տերը քեզ օգնելու է ու քեզ առաջնորդելու է, քեզ բերելու է իր տուն։ Նա բերելու է քեզ իր տուն, որպեսզի բան ասի քեզ, որովհետև դու դուսը չես կարողանալու լսես դա։ Դու կարող ես լսել իր տան մեջ իր խոսքը։ Տեսեք, մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ով Երուսաղեմ։ Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որ միավորված է։ Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը, Իսրայելի տված վկայության համար, Տիրոջ անունը գովաբանելու համար։ Ինչ են գալիս Տիրոջ տուն? Տիրոջ տուն գալիս ենք նրան առաջինը գովաբանելու համար։ Դրա համար առաջի բանը, որ դու կգաս ու բոլոր Տիրոջ տների մեջ կհանդիպես, առաջի բանը իր ժողովուրդը Աստծուն գովաբանում է։ Առաջի բանը սա պետք է լինի, Տեր, ես եկել եմ քեզ գովաբանելու, ես եկել եմ քեզ մեծարելու, ես եկել եմ այս շաբաթվա համար իմ շնորհակալությունը քեզ հայտնելու, որ դու պահեցիր ինձ, օգնեցիր։ Խաղաղություն խնդրեցեք Երուսաղեմի համար, թող հաջողվեն քեզ սիրողները։ Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն քո պալատներում։ Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ, թող խաղաղություն լինի քո մեջ։ Հանուն մեր Տեր Աստծո տան բարօրությունն եմ ուզում քեզ։ Այս Սաղմոսի մեջ տեսնում ենք, որ քաղաքը Տիրոջ տան հետ նորից։
Որովհետև եթե բարօրություն քաղաքին, եթե խաղաղություն քաղաքին, ուրեմն Տիրոջ տանն էլ բարօրություն։ Եթե ես գնացել եմ Տիրոջ տունը, աղոթում եմ, պաշտում եմ նրան, ապա քաղաքին էլ կլինի խաղաղություն։ Հիմա շատ կարևոր է, սիրելիներ, մեր այստեղ գալը Տիրոջ տան մեջ, Տիրոջը գովաբանել, օրհնել, մեծարել, աղոթել մեր հայրենակիցների համար, որպեսզի խաղաղություն լինի մեր երկրի մեջ։ Շատ կարևոր է Տիրոջ տուն գալն ու խաղաղություն խնդրելը մեր ժողովրդի համար։ Այստեղ մենք բոլորս ունենք պատասխանատվություն։ Ինչու է պետք գնալ Աստծո տուն։ Հետաքրքիր Դավիթը մեզ հուշում է, ինչի պիտի գնանք Աստծո տուն։ Սաղմոս 27-ի 4-5 համարները։ Եկեք միասին կարդանք։ Սաղմոս 27-րդ Սաղմոս 4-5 համարներ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից եւ շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ եւ նրա տաճարի մեջ խորհրդացեմ, որովհետև չարորը նարինց ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղերում եւ ինձ բարձրացնում է վեմի վրա։ Մենք կարդացել ենք այս սաղմոսը, բայց մի քանի բաների վրա ուզում եմ ուշադրություն դարձնենք։ Տեսեք, Դավիթը փափագում էր ոչ թե գար ու գնար Տիրոջ տուն։ Դավիթը փափագում էր բնակվեր Տիրոջ տան մեջ։ Որն է նպատակը, Դավիթ, որ դու ուզում ես քո կյանքի բոլոր օրերում ապրես Տիրոջ տան մեջ, որն է Դավիթ։ Դավիթն ասում էր, որ ես նրա գեղեցիկ վայելչությունը տեսնեմ, կամ մեր այսօրվա լեզվով ասած նրան ճանաչեմ, ով է ինքը, եւ երկրորդը նրա տաճարի մեջ խորհրդացեմ, սկսեմ մտածել իմ կյանքի մասին։ Ժողովուրդ, մենք եկել ենք այսօր Տիրոջ տուն եւ Տիրոջ խոսքը խոսում է մեզ, որպեսզի մենք ճանաչենք ով է ինքը եւ երկրորդը մտածենք մեր կյանքի մասին։ Մտածենք, թե ինչքան ժամանակավոր է մեր կյանքը, թե ինչքան ունայն է այս երկրավոր կյանքը եւ մտածելով այս իրավիճակի մասին մենք կարողանանք ճիշտ մոտեցում, ճիշտ վերաբերմունք ցույց տանք Աստծուն։ Խնդրեմ, կարող եք քույրիկին դուրս հանել, թող այնտեղ նստի։ Միգուցե օդը չի հերիքում։ Գորջան, օգնի։ Լավ, խնդրեմ, ուշադրություններս այստեղ, հեսա քույրիկին կօգնեն։ Կարծում եմ, որ դուք եք համաձայն իմ հետ, որ հավատացյալը առանց աղոթքի տան, առանց Աստծո տան չի կարող։ Համաձայն եք թե չէ։ Ես չեմ պատկերացնում, սիրելիներ, որ մեկը առանց, եթե հավատացյալը, առանց աղոթքի տան, առանց Աստծո տան կարողանա ապրել։ Ես օրինակ հիշում եմ, որ Ռուսաստանում էի, գնացինք այնտեղ ապրելու 3 տարի ապրենք եւ ես ման էի գալիս, որպեսզի գտնեմ մի աղոթքի տուն, որտեղ կարողանամ մասնակցել։ Գտնել Աստծո ժողովրդի, որոնց հետ կարողանամ միասին ուրախանալով գնամ Տիրոջ տունը։ Որովհետև ես որտեղ էլ լինեմ կգտնեմ հավատացյալ մարդկանց։ Որտեղ էլ լինեմ կգտնեմ Աստծո տուն։ Եվ ես կգնամ իմ Տիրոջ առաջ ներկայանալու, որտև ես հավատում եմ, որ Աստված մենակ հայերի Աստվածը չի, սերներ։ Որ Աստված է ստեղծել բոլոր ազգերին։ Եվ ամեն տեղ որտեղ կգնանք մենք, այնտեղ Աստված է։ Հիշեցի մի բան, հայրս նավաստի էր, նավերով, տենց կոկ էր նավի վրա, ու ամբողջ աշխարհով շրջում էր, ու ամեն անգամ իշքան զանգում էր, ասում էր, ստեղ էլ քո աղբերներն եկան ինձի գտան։ Որտեղ որ գնում էր, հավատացյալները գնում էին, այցելում էին, գիրք էին տալի, ասում, այս ծեր աղբերներ քրերես, սա աշխարհի մեջ են, որտեղ գնում եմ, չեմ պրծում չունեմ իրանցից։ Ես էլ ասում եմ, տենց է, որտեղ Աստված աշխարհի ամեն կետերում զավակներ ունի, ամեն տեղերում զավակներ ունի։ Փառք Աստծուն։
Դավիթը մեզ հուշում է, որ եթե ուզում ես նրան հանդիպես եւ ճանաչես, դու պիտի բնակվես նրա տանը։ Դառնաս ընտանիքի անդամ։ Եթե դու Տիրոջ տունը քեզ համար փափակելի դարձնես եւ Տիրոջ ժողովրդին քույր եւ եղբայր, ապա այն չարորը, որ քեզ կծածկի, որ պիտի գա, նա քեզ կծածկի իր բնակարանում եւ քո ոտքերը վեմի վրա կբարձրացնի։ Եվ Իսրայելի պահապան ասում է թույլ չի տա, որ մեր ոտքերը սահեն։ Մեզ կհաստատի։ Ես կարող եմ վկայել արդեն 35 տարի է, Անդրանիկ եղբայրը ավելի շատ կարող վկայի, որ Տերը մեզ պահել է այս ճանապարհների մեջ եւ մեր ոտքերը չի սահել։ Այո, շատ չարիքներ, որ կարող է մենք չգիտենք, մեր վրայով անցել է, բայց մեզ չի հանդիպել։ Եվ ես համարում եմ ամենամեծ չարիքը, սիրելիներ, որ մարդը Աստծուց հեռու է ապրում։ Սա ամենամեծ չարիքն է։ Փառք Աստծու, փառք ես Տեր, որ պահել ես մեզ քո տան մեջ։ Մի զավեշտալի վկայություն եմ ուզում պատմել, որը տեղի է ունեցել այս եկեղեցում։ 18 տարի առաջ Ծաղկազարդի օրը դες երիտասարդները որոշեցինք մի հատ էշ բերենք եկեղեցի։ Բերենք այդ էշին եկեղեցի, բեմականացում անենք, մեր մելիք աղբերը նստեց էշի վրան, արմավենիներով, վաներով, այտենց, ովքեր որ կային հիշում են այդ բանը, այդ օրը։ Բայց դուք չգիտեք, ես էլ չգիտեի ինչա տեղի ունեցել իրականում։ Այդ էշը Նորակերտում էր։ Եղբայրներից մեկը երազ մեքենա ուներ, խնդրեցի, գնացինք այդ էշին, բարձեցինք երազը, բերեցինք։ Հիմա որ բերեցինք, այդ էշը չէր ուզում մտներ Տիրոջ տունը։ Մեր գորը հետևից գրկեց, ասես բրթեց էշին, մտավ Տիրոջ տուն։ Մեր Ալեկ եղբայրներ լավ հոտավետ դարձրեց էշին, մի խոսքով, որ ժողովրդի կողքով անցնում է, վատ հոտեր չառնեն էշի վրայից։ Եկավ էշը, տենց ուրախ, ժողովուրդը ալմավենիներով բան, արտասահմանից հյուրեր ունեին, հանեցին իրանց կոստյումները, փռեցին էշի ոտերի տակ բան։ Մի խոսքով, տենց էշը դուրս եկավ, հիմա չի ուզում դուրս գա։ Դուրը եկել է էշի այդ արարողությունը։ Բայց իրական պատմությունը հետո ինչ է եղել։ Ուրեմն այդուն որ էշներ, որ գնացե բերել ենք, ասեց մեր հարևանի էշներ, գնացին իրանք արտասահման, այդ էշը ծեր էշ էր, տվին մեզ, ասին, դե իշքան կապրի։ Ոչ մեկ չէր առնում այդ էշին։ Ասում է ոչ գործ էր անում, ոչ բան, թույլ, այտենց աղոր։ Ասում է ինչ եկավ, մտավ եկեղեցի դուրս եկավ, ասում է էշը թարմացավ։ 2 տարի ասում է այդ էշը հետո մեզ ծառայեց։ Ու լավ ծառայեց այդ էշը։ Այդ իրա խոսքերն եմ ասում, իրա վկայությունը։ Ժողովուրդ, եթե էշերն են Տիրոջ տան մեջ թարմանում։ Մենք, որ Աստծո պատկերով ստեղծված ենք, այո, գալով Տիրոջ եկեղեցի, զորանում ենք, թարմանում ենք, ուժեղանում ենք, որպեսզի կարողանանք մեր կյանքի ընթացքում ունենանք։ Տեսել այտենց էշի մասին վկայություն ձեզ։ 125 Սաղմոսն ասում է Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որ չի սասանվում եւ մնում է հավիտյան։ Ինչպես Երուսաղեմի 4 կողմը սարեր կան, այնպես էլ Տերը իր ժողովրդի 4 կողմն է այսուհետև միջև հավիտյան։ Ինչ գեղեցիկ համեմատություն անում Սաղմոս 2-ում։ Մենք այսպիսի ասացվածք ունենք, սարի պես քո մեջքին է, չէ, ունենք չէ տենց ասացվածք, որ ասում ենք սարի պես աղբերդ մեջքի տա։ Այո, այս Սաղմոսը վկայում է դրա մասին, որ Տերը սարի պես իր ժողովրդի կողքն է։ Փառք Աստծուն։ Մի անձնավորության հետ զրուցում էի, հարցրեց. Ինչու Աստված Արցախում իր տները չպահեց, քանդեցին ու շարունակում են քանդել այս պատերազմի ժամանակ։ Եվ ինձ այս միտքը եկավ նույն պահին, իմ տունը հավատացյալ ժողովուրդն է։ Ոչ թե այն վայրերն է, որտեղ հավաքվում է իմ ժողովուրդը, իմ տունը, իմ ընտանիքն է։
Նրանք իմ տնեցիներն են։ Իմ համար այդ քարը չի կարևոր, Աստված ասում է։ Իմ համար այդ վայրը չի կարևոր։ Իմ համար կարևորը իմ ժողովուրդը։ Ու փառք Տիրոջը, որ Աստված իր ժողովրդի հետևում է, որովհետև այսպես է գրված. ես ձեռագերծ տաճարներում չեմ բնակվում, ոչ էլ պաշտվում եմ իբր թե մի բանի կարոտ, այլ ես բնակվում եմ մարդկանց նվիրյալ, հավատացյալ մարդկանց հոգում, իրանց ներսն եմ բնակվում։ Եվ այսպես է գրված, որ նրա ներկայությունը մեր մեջ մենք զգում ենք նրա հոգու միջոցով, որովհետև ինչից գիտենք, որ Աստված մեր մեջ է բնակվում, գրած է այն հոգուց, որ տվեց մեզ։ Աստված կենդանի տաճարի մեջ է ուզում բնակվի։ Աստված ուզում է մեր մեջ բնակվի ու ներսից մենք իրան կարողանանք լսել ու ճանաչել, որ Աստծուն ոչ թե հեռու տեղերը ման գանք ժողովուրդ, այլ իմանանք, որ Աստված շատ մոտ է մեզ, մեր մեջ է։ Որտեղ էլ գնանք, ինչ իրավիճակի մեջ էլ լինենք, փոսի մեջ էլ ընկնենք, հասկանանք մի բան, որ վայ, տաճարը շատ հեռու է, բա ես ոնց էդ մաղոթեմ, չէ, հենց այդ պային փոսից, եթե դու կանչես, ինքը քեզ կլսի։ Ու հաստատ իմացեք, իր օգնությունը կուղարկի։ Մենակ այն մարդու նման չլինեք, այն որ կարդում ասում է, ով հավատա կարերես կարաս սարերը տեղափոխի։ Այդ իր տանդեմը մի հատ սար ալնում, բլուր ալնում։ Ասում է, էտա, ուրեմն շատ լավ է, հեսա հավատքս խոդի կդնեմ, այդ մի խոսքով, այդ լերը դեմիցս կհեռացնեմ։ Լեր հեռացի, մեկ էլ սենց վարակույրը բացում է, մեկ է տեսնում է լերն դե կանգնած է, ասում է, ես ըտենց է գիտեի։ Այսինքն, եթե դու ըտենց էլ գիտեիր, լավա չաղոթես, որովհետև չի լինի քեզ օգնություն։ Փառք ասում։ Տերը իր ժողովրդի 4 կողմն է, այսուհետև մինչև հավիտյան։ Այս տանը Տերը ուզում է, որ առաջի հերթին իրեն ճանաչես եւ հասկանաս, թե ինչ է արել քեզ համար։ Ամեն տուն մտնողը պիտի հասկանա Աստված ինչ է արել իրեն համար։ Եվ երբ որ դու սկսում ես հասկանալ ինչ է արել Աստված քեզ համար, դու մշտական, հարատև ուզում ես բնակվես այդ տան մեջ, չես ուզում հեռանալ Աստծուց։ Գիտեք չէ, այսքան տարիների մեջ ամեն տարի, երբ որ մի կողմը բացվում է, թե Աստված ինչ է արել ինձ համար, ես չգիտեմ ինչ երախտագիտություն է իմ մեջ լցվում Աստծո հանդեպ։ Ասում եմ, ինչ պիտի ծառայեմ, ոնց պիտի ծառայեմ, ինչքան պիտի ծառայեմ, որ ես կարողանամ ուրախացնեմ քո սիրտը։ Այն ամենի համար, ինչ որ դու արել ես ինձ։ Ժողովուրդ, մեզ դժոխքից է փրկել Աստված։ Գեհենի դատապարտությունից է փրկել մեզ Աստված։ Մեզ փրկել է Աստծո պատիժից։ Ինքը այդ պատիժը, հարվածը Հիսուսը վերցրեց իր վրա, որպեսզի մեզ ազատ արձակի, ասի գնա, ազատ ես դու։ Եվ ես ազատվածս այսօր, որ հասկանում եմ, ասում եմ, չեմ ուզում քեզանից հեռու մնալ, չեմ ուզում քո տնից հեռու գնալ, չեմ ուզում ուրիշ վայրերում ապրել, ես ուզում եմ քո ներկայության մեջ ապրել, որտեվ դու բարի ես, դու ողորմած ես, դու սիրող ես, որտեվ երբ որ ես մեռած էի, դու ինձ կենդանացրեցիր, դրա համար քո տունը ինձ համար ամեն բանից առավել է։ 126 Սաղմոսը. Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։ Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով եւ մեր լեզուն ցնծությամբ, այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. Տերը մեծամեծ բաներ արեց նրանց համար, Տերը մեծ բաներ արեց մեզ համար եւ մենք ուրախացանք։ Սերներ, այո, մեկ-մեկ նստում ենք, չէ, մտածում ենք, ասում ենք, լավ, ինչ էի արի ես Աստծուն, որ Աստված ինձ ընտրեց ու փրկեց։ Ինչ էի արել։ Հետո մենք տեսնում ենք, որ ոչինչ չէի արել, ուղղակի ձեռ բարձրացրեցի, ասացի համաձայն եմ քո արածին։ Մնացածը ինքը շարունակեց իմ կյանքի մեջ, ինձ մաքրեց, լվաց, փոխեց, նոր անուն տվեց, իրանից ծնունդ պարգևեց, Աստծո որդի կոչեց, այդ բոլորն իր շնորհքն էր։ Ես ուղղակի համաձայնվեցի։
որ դա անի իմ կյանքի մեջ։ Եթե մարդիկ կան, որ այսօր առաջին անգամ են այստեղ, ուզում եմ ասել, կամ նրանք, ովքեր դիտում են, ուզում եմ ասել, համաձայնվի ուղղակի Աստծո հետ։ Ասա Տեր Աստված, թեկուզ ես չեմ հավատում ամբողջովին, ես մարդիկ ինչ են ասում, բայց համաձայնվում եմ, որ դու իմ կյանքի մեջ կատարես քո գործը ու ես տեսնեմ այդ հրաշքը։ Այս Սաղմոսը հետաքրքիր բան ասում, ասում մենք գերազն տեսնողների պես պիտի լինենք։ Հələ գերության մեջ էին գրում իրանք, բայց արդեն մարգարեական էր այս երգը։ Երբ որ մենք հայտնվենք Երուսաղեմում, կասենք, վայ, իրականացավ։ Ժամանակին երազ էր մեր համար, բայց հիմա իրականացավ, ես արդեն հայտնվեցի Երուսաղեմում, այս ինչ հրաշալի է, որ այդ իմ երազս իրականացավ։ Այո, մի օր, երբ որ մենք հայտնվենք երկնքում, երազի նման է լինելու, սիրելիներ, որտեվ հիմա մենք երազում ենք, որ երկնքում կլինենք, բայց երբ որ երկնքում կհայտնվենք այդ հակավորության մեջ, կասենք, այդտեղ է, որ այդ ծիծաղը, ուրախությունը, ցնծությունը շատ մեծ է լինելու, որովհետև քո երազը իրականություն դարձավ։ Այո, մենք այսօր էլ ծիծաղալու, ուրախանալու առիթ ունենք բոլորս։ Ունենք, սիրելիներ, պակասությանդ մի նայի։ Նայի Աստծո կատարածին, նայի Աստծո ողորմությանը, ինչ որ արել է Աստված քո կյանքի համար։ Ես հավատում եմ, որ կյանքը ավելին է, քան ստե կերակուրը։ Մարմինը ավելին է, քան ստե հագուստը, սա մեր Տեր Հիսուսը ասեց։ Եթե կյանքը ավելին է, քան ստե կերակուրը, մտածի կյանքիդ մասին։ Ոչ թե ժամանակավոր կյանքիդ մասին, այլ հավիտենական կյանքի մասին, որի գինը արդեն վճարված է, դու ուղղակի պիտի հավատքով դա ընդունես։ Պիտի վերջի հասկանանք, որ մեր կյանքը նրանից է կախված, և ինչ էլ որ ես անեմ, զուր կլինի, եթե նա չլինի իմ կյանքում։ Սա կարևոր է, սիրելի հավատացյալներ, որ մենք հասկանանք։ Ինչ էլ ես անեմ, ուսում կլինի, տուն սարքել կլինի, չգիտեմ, բիզնես կլինի, ինչ էլ կլինի, եթե նա չկա իմ կյանքի մեջ, եթե նա չկա իմ բիզնեսի մեջ, եթե նա չկա իմ շինարարության, իմ ուսման մեջ, եթե նա չկա, զուր է, մի օր կկորցնես, մի օր ձեռիցդ տանուլ կտաս, մի օր կգաս մի իրավիճակի կհասնես ու կասես, ում համար ես էսի աշխատեցի։ Սրա մասին խոսում է 127 Սաղմոսը։ Գիտեք, սա Սողոմոնի Սաղմոսն է, կոչվում է Սողոմոնի Սաղմոս, բայց ուսումնասիրությունների ժամանակ նկատեցի, որ ռաբիներն ասում են ոչ թե Սողոմոնն է գրել այս Սաղմոսը, այլ Սողոմոնին էր ուղղված այս Սաղմոսը։ Այսինքն ինչ որ մարդիկ Սողոմոնին բան էին ուզում հասկացնեին այս Սաղմոսով։ Եվ այս Սաղմոսը սկսում է այսպես. եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները, և եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են անքում լինում պահապանը։ Զուր է ամեն բան, եթե Աստված չկա, չի պաշտվում քո կյանքի մեջ։ Այս Սաղմոսը Սողոմոնին կարծես զգուշացում էր, որ լսի, Տերը պետք է լինի քո կյանքի մեջ։ Ինչքան էլ իմաստությունդ լավն է, եթե Տերը չեղավ, վերջդ վատ է լինելու։ Եվ մենք դա նկատեցինք, և մենք կարդալով դա նկատում ենք, որ իմաստուն մարդիկ էլ, եթե Տիրոջ իրանց կյանքի մեջ առաջի տեղը չեն դնում, հիմարանում են իմաստուն մարդիկ։ Սողոմոնը ափսոս, ցավոք, իր կյանքի վերջում հասկացավ, արդեն շատ ուշ, և նա մի ուղերձ է թողում մեզ, ասելով ունայն է այս կյանքը առանց Աստծո։ Եթե ժողովողի գիրքը կարդաք, դուք կտեսնեք այս կարմիր գիծը, էս էլ ունեցա, են էլ ունեցա, մեկա, ունայնա։ Սրան էլ հասա, են էլ կերա, մեկա, ունայնա։ Այսինքն ինչից որ խոսում էր, որը մեզ համար այսօր փափագելի է էդի ունենալու, Սողոմոն մեզ ասում է, լսիք հասնես դրան, հետո կհասկանաս, որ էդի դատարկ է, ունայնա։ Հետ եղել է մի հատ փափագելի բան, հեռախոսեք փափագե ունենաք, կամ մի հատ շուբայեք փափագե ունենաք, կամ ինչ-որ, հենց հասել եք դրան, չեք զգացել, որ ունայն էր։ Ասել էր, այս ամբողջ իմ տվայտանքը սրա համար էր, ամբողջ իմ այս տարիների աշխատանքը, այս սրա համար էր։ Ու դուք հասկացել եք, որ այդ ամեն ինչը ունայն է։ Ու եկել եք Սողոմոնի այդ մտքին ու կարծիքին, որ Սողոմոնն ասում էր,
իմացի ունայնա, փորձիկ հասկանաս, բայց ես քեզ ասում եմ, ես փորձել եմ ունայնա։ Ուզում եմ ձեզ Սողոմոնի ժողովող գրքից մի հատված կարդալ, մի այլաբանություն կարդալ եւ գալ վերջնական մտքին Սողոմոնի ինչա մեզ ուզում ասի։ Դու գիտեք, որ Սողոմոնը շատ այլաբանություններ, շատ առակներ ու շատ երգեր, իմաստասիրություններ ա գրել։ Եվ այդ այլաբանություններից մեկն էլ նկարագրված է ժողովողի 12-րդ գլխի մեջ, երբ որ նկարագրում է մարդու կյանքի վերջի տարիները կամ ժամանակը։ Հələ տեսեք ինչ հետաքրքիր այլաբանություն ա օգտագործում։ Այն օրը կդողդողան տան պահապանները, կկորանան զորավոր մարդիկ, քչանալու պատճառով կդադարեն աղացողները, պատուհանից նայողները կմտնեն, փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, նա թռչունի ձայնից կարթնանա եւ երկի բոլոր դուստրերը կթուլանան, բարձր տեղից պիտի վախենան, սարսափեն ճանապարհին, նշենին պիտի ծաղկի, մարախը պիտի ծանրանա, ու այսպես շարունակ մեկ էլ բան չհասկացա, ինչ էր ասում ես մարդ։ Ինչ մարախ, ինչ նշենի, ինչ, բայց եթե այլաբանությունը կարողանում ենք հասկանալ, տեսեք ոնց է ինքը նկարագրում մարդու կյանքի վերջը։ Ասում է տան պահապանները պիտի դողան, մարդու տան պահապանները նկարագրում է մարդու ձեռքերը։ Մարդու տան պահապանները ձեռքերն են, երբ որ դու գնում ես ձեռքերով ես քեզ պահում, երբ որ արձակվում են դու ձեռքերով ես քեզ պաշտպանում, մարդու տան պահապանները կյանքի վերջում կսկսեն դողալ։ Շարունակում ասում է պատուհանից նայողները կմտնեն, ինչի մասին է, աչքերի, ապրեք, արդեն սկսեցիք հասկանալ այդ բանը, տեսնել։ Կորանան զորավոր մարդիկ, այո, տեսնում ես սիրուն բոյով աղջիկը եղել մեկ է տատի ժամանակում արդեն պուճուր, մուճուր, ինչ եղավ, մտավ, կորացավ իր ողնաշորը։ Աղացողները քիչ մնալու պատճառով կդադարեն։ Դեսի բոլորիս պրոբլեմն է, գիտենք, հենց մարդը մեծանում է, աղացողները քչանում են։ Այո, ատամներն է։ Փողոցի դռները կկապվեն, աղորիքի ձայնը կտկարանա, թռչունի ձայնից կարթնանան, մարդիկ, ովքեր որ սկսում են ծերության շեմին հասնել, երկար չեն քնում, էդի ջահելներն են, որ մինչև 11-12-ը քնում են։ Տատի պապիները 4-ից արդեն արթուն են, շղկոց թղկոց։ Երկի բոլոր դուստրերը կթուլանան, այսինքն դողդոջուն կդառնա նրանց ձայնը։ Բարձր տեղից պիտի անգամ վախենան, եթե առաջ ինձ երիտասարդ ժամանակ թռնեն, հիմա պուճուր մի հատ բորձուրից վախենում են սենց ոտը դնեն։ Ասում է, որ նշենին կծաղկի, նուշը սպիտակ է ծաղկում, այդ ինչի մասին է, մազերի, այո, ալևորության մասին է, նշենին կծաղկի, մարախը կծանրանա, մարախը դա մորեխն է, որ իր ոտերի վրա հենվում ու թռնում է, սա խոսքը գնում է ոտքերի մասին, մարդու ոտքերը կծանրանան, մարդու ախորժակը կդադարի, որովհետև մարդը գնում է իր հավիտենական տունը եւ փողոցում շրջում են սքացողները։ Ասում է, որ հողը առաջվա պես երկրին պիտի դառնա եւ հոգին պիտի դառնա Աստծո մոտ, որ այն տվել էր։ Եվ տեսեք, այս բոլոր խոսքերի վախճանը լսեք։ Ամբողջ խոսքի վախճանը լսենք, Աստծուց վախեցիր և պահիր նրա պատվիրանները, որտև մարդու համար սա է ամբողջ պարտավորությունը կամ ամբողջ կյանքը։ Սողոմոնը իր վերջի կյանքի այս վերջի խոսքում մեզ հուշում ու ասում է, իմ սխալները չանեք դուք, Աստծուց վախեցեք, իր պատվիրանները պահեք և ձեզ համար լավ կլինի։ Լավ կլինի միշտ, լավ կլինի ամեն տեղ, երբ որ քո ձեռքը չերկարացնես անօրենության, ձեռքդ պահես ու նեղություն կրես, իմացի լավ կլինի քո համար, որտև Աստված իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, քեզ կպահեն, քեզ կօգնեն քո ճանապարհի մեջ։ Սա Աստծո խոսքն է ասում, եւ մենք որպես հավատացյալ պիտի հավատանք Աստծո խոսքերին։ Մի քանի խոսքեր էլ ուզում եմ կարդալ այդ 15 սաղմոսների մեջից։ Տեսեք ինչ հրաշալի խոսքեր կա այդ 15 սաղմոսների մեջ։
Երանի բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից եւ գնում են նրա ճանապարհներով։ Իհարկե դու կտեսնես քո ձեռքի վաստակը, երանի քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։ 130 Սաղմոսից. Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նրա խոսքին եմ հույս դրել։ Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։ Ովքեր են առավոտին հետ սպասել։ Ես սպասել եմ սերներ։ Հիշում եմ, երբ որ բրոնխիալ ասմայով խեղդվում էի այդ հիվանդության մեջ գիշերը, այդ մանավանդ են 4-ին, այդ լուսու դեմ են ամենախավար պահերին, շատ ծանր է լինում ու դու ասում ես, երբ պետք է լուսը բացվի։ Կարծես այդ խավարի մեջ դու ասում ես, երբ պետք է լուսը բացվի, որ մի քիչ էս իրավիճակս թեթևանա։ Երբ պետք է լուսը բացվի, որ այս պրիստուպներն անցնեն։ Երբ պետք է լուսը բացվի, որ ես կարողանամ լույսի մեջ իմ գործերն անեմ, որովհետև խավարը ազդում է իմ վրա։ Եվ այստեղ ասում է, որ իմ անձը սպասում է առավոտը սպասողներից ավելի քեզ։ Այո, սերլիներ, մենք Տիրոջը պիտի սպասենք։ Շատ անգամներ, այո, նա երկայնամիտ է լինում, շատ անգամներ նա ստուգում է մեզ, արդյոք այն հոգսը, այն դժվարությունը մեզ համար կարևոր է, թե ուղղակի թռուցիկ ենք մենք վերաբերվում դրան։ Եթե կարևոր է, դու ուզում ես դրանից պրծնել, ուրեմն նշանակում է պայքար պիտի ունենաս։ Ուրեմն նշանակում է հակազդեցություն պիտի ունենաս, ուրեմն մերժում է պետք լինի քո կյանքի մեջ։ Եվ Աստված շատ անգամներ ծածկելով իր երեսը ստուգում է մեզ, տեսնի ինչպես ենք մենք վերաբերվում։ Տեսնի այդ իրավիճակների մեջ մենք ձեռքը մեր մեկնում ենք ուրիշ տեղեր, թե գալիս ենք ծունկի ենք, գալիս նրա առաջ ու ասում ենք, մեր հույսը դու ես, Աստված, ես քեզ եմ սպասում, դու կարող ես միայն դռներ բացել եւ այս իրավիճակներից ինձ հանել։ Տեր, Սուրբ Հոգի, սովորեցրա մեզ, որ մենք կարողանանք սպասելու ժամանակ տրտնջալով չսպասենք։ Սպասելու ժամանակ գոհանալով սպասենք քեզ։ Եվ մի հանդրահայտ սաղմոս, որ բոլորս անգիր գիտենք 133 սաղմոսը, ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, երբ որ եղբայրները բնակվում են իրար հետ։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մուրուքի վրա, այսինքն Ահարոնի մուրուքի վրա, եւ իջնում է միջև նրա հանդերձի ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետեւ Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք միջև հավիտյան։ Երբ որ այս հատվածը ուսումնասիրությունն էի անում, խնդրեմ երրորդ նկարը գցեք, երբ որ ես ուսումնասիրություն եմ, սա Հերմոն լեռն է։ Ու ասեմ ձեզ, որ Իսրայելում միայն Հերմոնն է բարձր գագաթը ու նրա վրա է միայն ձյուն դնում։ Ուրիշ ոչ մի Սիոնի լեռների վրա, որտեղ ասեմ ձեզ, որ իմանաք Սիոնը լեռնաշղթա է։ Սիոնը մի լեռ չի։ Եվ այդ լեռնաշղթայի գագաթներից ամենաբարձր գագաթը Հերմոնն է։ Երբ որ այստեղ ասվում է Հերմոնի շաղի պես է, ի նկատի ունի ձյունը։ Ի նկատի ունի ձյունը այնպիսի մի բան է, որը չես կարող ծածկել։ Նա երևացող է, հերվից էլ է երևացող։ Մենք բոլորս ականատես ենք լինում Արարատի վրայի ձյանը, ասում ենք, տես ձյուն կա Արարատի վրա, որտեղ մի բան է, որը չի ծածկվում։ Եվ հրեաներին այս աղմոսով կարծես հասկացնում է մի բան, որ եղբայրների միաբանությունը, իրար ընտանիք ընդունելը մի բան է, որը չի ծածկվում։ Դա չես կարող ծածկել։ Դա մի բան է, որը երևացող է, ու մարդիկ տեսնում են դա։ Եվ շարունակում ասում է, որ այնտեղ է Աստված հաստատել օրհնությունը։ Որտեղ իր տան մեջ, իր տնեցիների մեջ, իր ընտանիքի մեջ է հաստատել Աստված օրհնությունը։ Նրանք, ովքեր հələ տնեցի չեն դառել, այսօր այս պատգամը քո համար է։ Իսկ նա ով որ տան մեջ է, բայց հələ տնեցի չի, որտեղ տենց էլ կա։ Կան երեխեք, որ տան մեջ ապրում են, ուտում են, թափում են, բայց այդ տնից չեն։ Այդպես չի։ Որ ծնողներն էլ նեղվում են, ասում են, այ երեխա, այսի քո տունն է, մի քիչ մաքուր պայի, մի քիչ դու էլ քո ներդրումն ունեցի, բան։
Երբ որ մարդը ներդրում է ունենում այդ տան մեջ, երբ որ մարդը մտածում է այդ տան հոգսերով, այդ տան ինքը դառնում է տնեցի։ Ասեմ սերներ, Աստված ուզում է, որպեսզի մենք իրարով մտածենք, հոգ տանենք։ Մենք մտածենք Տիրոջ տան համար, մտածենք իրար համար աղոթենք, հոգ տանենք, իրար քաջալերենք, իրար զորակցենք։ Այո, այդ ժամանակ, երբ որ դու տնեցի կդառնաս, Աստված հաստատել է տնեցիների մեջ օրհնություն։ Այդ ժամանակ դու գվայելես այդ օրհնությունը։ Այդ ժամանակ դու գզգա օրհնություն ես լսում ենք, մենք մտածում ենք նյութական բաներ։ Լսեք, օրհնությունը ինքը, այո, նյութական բան էլ կա օրհնության մեջ, բայց հիմնականում օրհնությունը նյութականը չի։ Հիմնականում ես դրա մասին էլ եմ այստեղ խոսացել։ Օրհնությունը 4 իմաստ ունի Աստվածաշնչի մեջ, գոնե ես, որ գտել եմ այդ 4 իմաստը։ Օրհնությունը հենց առաջին այդ օրհնանք բառը, որ գրված է, կամ օրհնեց բառը, որ գրված է, Աստված ասում է, երբ որ թռչուններին ստեղծեց, օրհնեց նրանց։ Գիտեք ինչ է գրած։ Գրած է դիմավորեց նրանց, ողջունեց նրանց, ընդունեց նրանց։ Երբ որ մենք ասում ենք Աստված օրհնի մեզ, մենք ուզում ենք ասենք Տեր, ընդունի մեզ։ Թող իմ աղոթքս ընդունելի լինի քո առաջ։ Թող ողջունելի լինեմ ես քո համար։ Երբ որ մենք ասում ենք օրհնի մեզ։ Մտնում եք նյութական հետ կապված չի էս։ Երկրորդը, որ գրված է, երջանիկ դարձրա ինձ։ Էշեր բառն է եբրայերենով նշանակում երջանիկ դարձրա ինձ։ Այո, երջանկությունը մենակ փողի մեջ չի, սերներ։ Երբ որ տեսնում ես քո երեխաները ոնց են իրար հետ խաղում, ոնց են իրար սիրում, հետո ոնց են գալի քեզի գրկում, սրանից մեծ երջանկություն չկա։ Չկա երջանկություն, երբ որ դու տեսնում ես, որ մեկը մեկին օգնում է, մեկը մեկին ձեռք է մեկնում։ Չկա դրանից մեծ երջանկություն։ Երջանկությունը, երբ որ ընտանիքով նստած եք ու իրար հետ հաց եք ուտում ու հումորներ եք անում սեղանի շուրջ։ Սա երջանկություն է։ Ոչ թե ամեն մեկը իր բուտերբրոդը վերցրել է, գնացել է իր սենյակը, մտել է իր հեռախոսի մեջ ու սենց։ Երջանկությունը, երբ որ ընտանիքով բոլորով իրար հետ միասին վայելում են Աստծո օրհնությունը։ Էյլոգիոն հունարենով նշանակում է բարի խոսքեր ասել, մենք դա անվանում ենք օրհնանք։ Երբ որ հայրը նստում է սեղանի շուրջ ու իր երեխաներին բարի խոսքեր է ասում, դա օրհնանքն է, օրհնանքի խոսքեր է ասում, մենք դա ասում ենք կենաց։ Այդ կենացը օրհնանքն է։ Հիմա երբ որ մենք ասում ենք օրհնի մեզ Տեր, մենք ասում ենք քո բարի խոսքը հռչակի մեր կյանքի մեջ։ Քո բարի խրատները դու ինձ Տեր։ Քո այն խորհուրդները դու ինձ, որ ես այդ խորհուրդներով չշեղվեմ, չմոլորվեմ իմ կյանքի մեջ։ Հիմա տեսնում ենք, սա նյութականը չի։ Եթե ես ասում եմ Տեր, օրհնի ինձ, ես ասում եմ ինձ ընդունիր Տեր։ Ես ասում եմ Տեր, ինձ երջանիկ դարձրա։ Տեր, ինձ քո բարի խոսքերով, խրատներով առաջնորդիր։ Ինձ դարձրա երանելի, որտեղ Մակարիոսը երանելի է նշանակում հունարենով, որ նորից օրհնանք է նշանակում։ Օրհնված են հոգով աղքատները, որտեղ նրանցն է երկնքի թագավորությունը։ Մեր թարգմանության մեջ գրած է, այո, երանելի են հոգով աղքատները։ Օրհնված եմ ես թե չէ։ Ասեմ, օրհնված եմ, որովհետև ունեմ Աստծուն։ Եթե Աստծուն ունեմ, եթե Աստծո տունը ունեմ, եթե Աստծո ժողովրդին ունեմ, ես ամենաօրհնված մարդն եմ այս աշխարհի վրա սերներ։ Փառք Տիրոջը, այո, ամեն։ Օրհնությունը սիրության մեջ է։ Դրա համար այնտեղ հաստատել է Տերը օրհնությունը միջև հավիտյան։ Ուզում եմ օրհնված ընդունված լինեմ, պիտի վերաբերվեմ իմ կողքինի նկատմամբ որպես հարազատի։ Պիտի կարողանամ իր նվնվոցը, փսփսոցը, տստսոցը կարողանամ տանեմ։ Ոնց ես դու քո տնեցիկինը տանում։ Հիմա կասես մի կերպ։ Մի կերպ ես տանում, բայց Աստծո ժողովրդինը մի կերպ պետք է չտանես, որովհետև նրանք Աստծո որդիներ են, որովհետև նրանք Աստծո զավակներն են։ Իսկ Աստծո զավակների հանդեպ մենք բոլորս հարգանքով պիտի վերաբերվենք, այսինքն իրար հանդեպ։
Եվ Սաղմոս 134-ով վերջանում է այս 15 սաղմոսները, որ իրանք երգելով բարձանում էին։ Եկեք, օրհնեցեք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաներ։ Դուք, որ գիշերը կանգնում եք Տիրոջ տանը, ձեր ձեռքերը բարձրացրեք դեպի սրբությունը եւ օրհնեցեք Տիրոջը։ Տերը Սիոնից թող օրհնի քեզ, նա որ արարեց երկինքն ու երկիրը։